Ձեզ համար հասկանալի է կոմիտաս մարդու ստեղծագործողի ֆենոմենը, որովհետև մենք հիմա հաճախ ասում ենք, որ շատերը բարձրաժեք երաժշտություն չեն հասկանում, չեն ընկալում, որովհետև ընտանիքում դա չեն լսել, ծնողների կողմից այս դաստիարակությունը չի եղել, բայց կոմիտասը ծնողներ չի ունեց, շատ վաղ է կորցրել ծնողներին, թուրքական միջավայրում է մեծացել։ Ավելի մեծացել է մի քաղաքում, որտեղ արգելված էր հայերեն խոսել։ 14 տարեկան հասակում նա գրում է իր կենսագրության մեջ, որ նա քաջ գիտակցեց իր առաքելությունը։ Հիմա եկեք պատկերացնենք մեր օրերում 14 տարեկան պատանի եւ այդպիսի նպատակադրումներով դուք ինչ բացատրություն ունեք։ Աստծո ներգործությունն է նախ եւ առաջ, ուրիշ բացատրություն չունի, ոնց կարող է 14 տարեկան երեխան, որը մեծացել է, կրթվել է, իր պատկերացումները աշխարհընկալումը ձևավորվել է լրիվ այլ միջավայրում, ինչպես կարող է այդ գիտակցությունը իր մեջ արտնացնել։ Ինչն է ամենակարևորը, որ պիտի իմանալ կոմիտասի մասին։ Կոմիտասը աշխատում էր ֆոլկլորիկ նյութի հետ, այսինքն սա իհարկե ստեղծագործական աշխատանք է, հսկայածավալ աշխատանք է, բայց նա չէր հորինում, գրեթե չէր հորինում երաժշտություն, այսինքն իր նյութը եղած նմուշներն էին հոգևոր երաժշտության եւ գեղչկական երաժշտության։ Այսինքն նա մշակում էր այդ նյութը, հասարակությանը կրթում էր այդ նյութով։ Դարձնում էր բարձր արժեք ներկայացնող երաժշտություն։ Սա ամենակարևոր հանգամանքն է,